Ես շատ տարօրինակ բան կասեմ, գուցե մեզ լսողները ինձ մի քիչ մեղադրեն, բայց ինչու պետք է դա չլիներ։ Եթե Ահա, $590,000 դրված է չհրկիզվող պահարանում եւ ծառայողները, քաղաքացիները տեսնում են, թե ինչպիսի թալան է վերաբեր։ տեղի ունենում ամենաբարձր օղակներում, ինչու պետք է նրանք չօգտվեն այդ թալանից։ Ինչն է նորմալ, որ դա նորմալ լինի։ Ես կարդացի, որ մեղադրվողը մի քննիչ է, ով տարել է ձերբակալման Կարեն Հակոբյանին, գիտեք, բնձամոլիբդենային Զանգեզուրի հայտնի դեպքերով բացարձակ անմեղ մարդ, ում ես անձամբ ճանաչում եմ, ազնվագույն գործարար, որը մինչ օրս տնային կալանքի տակ է գտնվում, տեսեք, դա ինչ է մեզ հուշում։ Մեզ հուշում է, որ քննիչը, որը դիմել է այդ քայլին, համակարգի անդամ է։ Իսկ եթե համակարգի անդամ է, ինչու պետք է չօգտվի։ Երբ որ ընդհանուր համակարգային եք նայում, որևէ զարմանալի բան չկա, եւ մենք մի ամբողջ ծաղկուն երկիր կորցրեցինք։ $590,000 ինչ է, որ հիմա դրել ենք, ասում ենք Դարի ամոթ։ Դարի ամոթը 2022 թվականին Պրագայի հայտարարությունն էր։ Այ դա էր Դարի ամոթը, երբ ամբողջ կյանքում մենք մտածել ենք, որ Արցախը պետք է պաշտպանենք թուրքերից, պարզվեց, որ պետք է պաշտպանենք հայերից։